Մայրաթորի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը երեկ երեկոյան հրավիրվել է քննչական կոմիտեի և հարցաքննվել։ Քննչական կոմիտեի ԶԼՄ-ներին հայտնել են, որ բարձրաստիճան հոգևորականը հարցաքննվել է համացանցում իշխանական լրատվամիջոցներով տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում։ ՆԳՆ-ն նշված ձայնագրության առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել քննչական կոմիտե, որտեղ էլ վարույթ է նախաձեռնվել իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով իսկ պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքի մասնակցելու կամ հավաքի մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածով։ Ոստիկանությունը հայտնաբերել ու ձերբակալել է 7 անձանց, որոնք հոկտեմբերի 19-ին ոստիկանության համազգեստով և դիմակներով մուտք են գործել Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոց ու թալանել այնտեղ գտնվող անձանց։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, նրանք մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, զենքի սպառնալիքով, ոմանց էլ կապ կպելով հափշտակել են բջջային հեռախոսներ, գումար և դիմել փախուստի։ Ավազակային խումբը բաղկացած է եղել 9 անձից։ Իրավապահները դեպքի վայրին հարակից տարածքում հայտնաբերել են 4 բջջային հեռախոս, պնևմատիկ ատրճանակ, դիմակներ ու ձեռնոցներ։ Մեր ձևով շարժման անդամ իրավաբան փաստաբան Ռուբեն Մխիթարյանի մեղադրանքի առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 2 հոդվածներով, տեղեկությունը հայտնում է մեր ձևով շարժումը։ Մխիթարյանի ոստիկանության բաժին էին տարել հոկտեմբերի 20-ին Գյումրիում ծավալված աղմկահարույց իրադարձությունների ժամանակ։ Շարժումը տեղեկացնում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի առաջին մասով, զանգվածային անքարկությունների մասնակցել եւ 486-րդ հոդվածով։ Արդարադատությունն իրականացմանը կամ գործի քննությանը միջամտել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկրորդ մասի առաջին կետով էլ սա։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սեյբա Գաֆարովայի հետ հանդիպումը Հայաստանի ազգային ժողովի նախագահ Լևոն Սիմոնյանը գնահատում է շատ ջերմ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է հենց ինքը Սիմոնյանը։ Միջազգային ֆորմատների շրջանակում թող Ադրբեջանի նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրենց մոտ։ Ես էլ կգնամ, իրենք էլ կգան, կան հարցեր, որոնք պետք է քննարկենք, մինչև այդ պահը անվտանգության հարցերը մեր պահվող անձանց հարցը եւս։ Մեզ համար մի քիչ դժվար է գնալ այդտեղ, ոնց գնաց այնտեղ, քանի որ հասկանալի է, որ այնտեղ պահվող անձիկ կան, հայտարարել է նա։ Ավելի վաղ Սիմոնյանն ու Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սեյբա Գաֆարովան հանդիպել էին Ժնևում քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերը, ողջունել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։